Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք կրկին Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում եք, ես այսօր զրուցելու եմ Հեղափոխության պահապաններ հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից մեկի Հայկ Մովսիսյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը խնդրեի բաժանորդագրվել այս ալիքին, հավանել տեսանյութը և գրել մեկնաբանություն։ Բարև ձեզ Հայկ։ Բարև ձեզ, բարև Կորին ջան, օգտվելով առիթից շնորհավորում եմ քո ծննդյան տարեդարձը, Շնորհակալ եմ։ լավագույն բարեմաղթանքներս, լավ լինես։ Շատ շնորհակալ եմ։ Այսօր բացի այն, որ իմ ծննդյան տարեդարձն էր, նաև ծաղկազարդ էր և մարդիկ հավաքվել էին եկեղեցում, բայց եկեղեցի գնաց հանկարծակի նաև երկրի գլխավոր հավատացյալներից մեկը Նիկոլ Փաշինյանը և շատ քրիստոնեական բան տեղի ունեցավ եկեղեցում, ծեծ ու ջարդ, տուր ու դմփոց, մարդիկ բերման ենթարկվեցին, սա հեղափոխության արժեքներին բնորոշ երևույթներ էր, երբ որ 2018 թվականին ասում էինք սեր, համերաշխություն, սա սերը և համերաշխությունն է։ Սա Նիկոլ Փաշինյանի իրական կողմն էր, այն ինչ որ տեսավ ժողովուրդը եկեղեցում, ինչ տեղի ունեցավ, դա ուղղակի ողբերգություն էր, այն ինչ որ ինքը արեց, իր խումբը, իր շքախումբը արեց։ Նախ մարդը գալիս է եկեղեցի, լավ իմանալով, որ Սուրբ օր է այսօր, ծաղկազարդ է և պատարագ է տեղի ունենում, ուշացած է նախ հասնում եկեղեցի, տեսնում այնտեղ հավաքված են բազմաթիվ մարդիկ, ովքեր որ չեն հասցրել առաջանալ մինչև խորան, մտնել եկեղեցու ներսը, մուտքի մոտ է կանգնած են, բայց ինքը չի բավարարում դրանով։ Ինքը իր թիկնապահներով հանդերձ ներխուժում է ներս։ Այդ ներխուժումը, եթե դու իրոքից հավատացյալ ես, եթե դու իրոք եկել ես պատարագի, ուրեմն բարի եղիր, կանգնիր եկեղեցու մուտքի մոտ ու այդ դիրքից մասնակցիր պատարագին։ Դու ոչ մեկից ներկաներից առավել չես։ Ինքն էր ասում, չէ՞։ Ոչ մեկից առավել չի, բայց եթե առավել չես, ով է քեզ իրավունք տվել, որ դու խաթարելով մարդկանց պատարագը, հոգևոր կյանքը խաթարելով, առաջանաս մինչև խորան ու պատարագին էլ չմասնակցես մինչև վերջ։ Հետո նույն շքախմբով դուրս գնաս։ Իր ամբողջ ծրագիրը այն էր, որ բնականաբար հետևելով հակաեկեղեցական իր արշավին, տեսնենք, որ ոչ մի օգուտ չտվեց, ինքը ամեն ձև փորձում է եկեղեցում ինչ որ պրոցեսներ իրականացնի, սադրի։ Երբ որ իշխանությունը ասում է մեզ սադրեցին, չէ, դուք եք սադրում։ Առաջին սադրողը դուք եք։ Ալեն Սիմոնյանը ինչ գործ ունի, ես զարմանում եմ, որ նրանց հետ մեկտեղ էլի մարդիկ են, որ մտնում են եկեղեցի, որոնք որ որևէ արժանիք չունեն։ Ալեն Սիմոնյանն ով է, ով թքում է մարդու վրա, կներեն մեր հեռուստադիտողները։ Երբ որ մարդը ըստ սահմանադրության բարձրագույն արժեք է։ Գրված է, չէ՞, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ մարդը բարձրագույն արժեք է։ Ոնց ես համարձակվում մարդու վրա թքել։ Դու ոնց ես համարձակվում դրանից հետո այդտեղ մի քիչ փիլիսոփայություն կա, եկեղեցի մտնես։ Մտնում ես, որ մաքրվես, այդտեղ հարց կարելի է տալ։ Մտնում եք, որ ձեր մեղքերից մաքրվեք, թե ավելի պղծեք եկեղեցին։ Այնտեղ հավատավոր ժողովրդից լավ հարցեր տվեցին, մտել եք, որ պղծեիք նորից։ Իրանց արածները հիմիկվա եւ 2018-ի ասածները լրիվ հակասություններ են։ Որևէ աղարժ չունեն իրանց ասածների հետ։ Լրիվ իր ասած հակառակ կողմն է։ Երբ որ ինքը գրում է երկրի հակառակ կողմը գիրք ունի, չէ՞։ Հիմիկվա իրանց արածները, այն ինչ որ անում են մեր ազգային արժեքների, մեր հոգևոր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, մշակույթի նկատմամբ, անկախության հռչակագրի նկատմամբ, լրիվ հակառակ, եթե այդ նույն խոսույթով իրան գային 2018-ին, դժվար թե իրանց թիմից բացի ինչ-որ մեկը դուրս գար փողոց իրանց պաշտպաներ ու բերեր իշխանության։ Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր աջակիցները միշտ ասում են, որ եկեղեցին չպետք է լինի քաղաքական
իրադարձություններում չպետք է քաղաքականացվի, բայց նորմալ է, երբ որ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, որը քաղաքական պրոցես է ու Նիկոլ Փաշինյանը 2 օր է քարոզարշավ է անում, մտնում է եկեղեցի, պատարագը մասնակցում է պատարագի, այսինքն սա քաղաքականացնել չի, երբ որ քաղաքական պրոցեսի շրջանակներում Մտնում է եկեղեցի, քիչ չի, այսինքն դու գնացել ես հաղորդակցվելու Աստծո հետ, դու գնացել ես աղոթք անելու, թե գնացել ես քո քարոզարշը, այդ քո համար քարոզարշը ԿՊ վարչությունը չի, քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակը չի եկեղեցին։ Եկեղեցին սրբավայր է։ Գնացել ես այնտեղ ինչ քարոզություն ես անում։ Ախր իրանց այդ վարչության բաններ վերջացավ, չէ՞, ընտրությունները, էլ ինչ քարոզարշավ։ Դե փաստացի են Ինչ միտք ունի հասնել եկեղեցու բան ու այդ ախր նայեք իրանք վերցրել մենք Հայաստանի Հանրապետություն ունի 3 սիմվոլներ, ճիշտ է։ Դրոշը, գերբը եւ օրհներգը։ Ինքը վերցրել է Հայաստանի Հանրապետության տարածքով ու ամենավատը այն է, որ ինքը այդ քարտեզը կպցնում է անենց վատ տեղեր, որ հարիր չի էդի։ Այսինքն մտնում է մարդկանց ընտանիք ու այդ այն ինչ մասին, որ ինքը խոսում է, տանում կպցնում է մարդկանց վարագույրի վրա։ Բայց եթե այդքան ինքը արժեքավոր է, ուրեմն իր տեղը վարագույրի վրա չի։ Ինչ ես իջացնում արժե համակարգը, չէ՞, տեղից է սկսվում։ Ոնց որ դրոշն ենք բարձր դնում, նույն ձև էլ էդը մեր քարտեզն է։ Ինչ ես արժե զրկում։ Ամեն մի սիմվոլին իր տեղը ունի, իր դիրքը ունի դնելու։ Բայց այս մարդը ամեն ինչ արժե զրկում է։ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը վերջին օրերին, երբ որ մի տեղով գնում են, այդտեղ անպայման պետք է լինեն ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ եւ այլն։ Ու իրենք խոսում են սադրանքներից։ Հիմա ով է սադրում։ Արդյոք նորմալ է, երբ որ իրենք իրենց պատճառով անընդհատ ինչ որ մարդկանց բերման են ենթարկում։ Հայաստանի Հանրապետությունում վերջին 8 տարիներին ինչ տեղի է ունենում, դրա միակ թիվ 1 պատասխանատուն եւ մեղավորը իրենք են։ Այդ ամբողջը իրանց ցանածի արդյունքն է։ Իրանք եկան եւ բաժանեցին ժողովրդին սևերի ու սպիտակների։ Մեր օնքականներ, ձեր օնքականներ։ Այն մարդիկ, ովքեր որ ընտրել են իրանցական են, իրանց այդ մարդկանց իրանք կոչում են ժողովուրդ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ հակակրանք ունեն այս իշխանության հանդեպ, այդ մարդիկ դառնում են սևեր։ Այսինքն նույն բանը, նույն քննադատությունը կարա անի իշխանական ներկայացուցիչը, իշխանության պաշտպանողը, հակառակ ընդդիմադիրների հասցեին, ամենատարբեր վիրավորանքներ հասցնելով, ու դա իշխանության համար օքեյ է, նորմալ է։ Բայց երբ որ հակառակ թևից է սկսվում ու նաև փողոցում մենք դա տեսնում ենք, քաղաքացին կարող է իր վրդովմունքը արտահայտի, որտեղ այնպես չի, որ իդեալական է։ Բնականաբար մարդիկ տեսնում են, լսում են եւ հասկանում են, թե ինչ է կատարվում ու ինչքան աղետները վերես մարդը մեր պետության գլխի։ Արձագանքում են, այլ տեղ չկա զսպելու։ Դրա հետևանքով սկսվում է իշխանությունը արդեն իր գործիքակազմը օգտագործել, ձերբակալություններ, բանտարկում է խոսքը, իսկ երբ որ բանտարկվում է խոսքը, պետությունը չի կարող ազատ լինել։ Վեհապարից սկսած մինչև ազգային բարերար, ազգային բարերարից մինչև սրբազան հայրեր, սրբազան հայրերից մինչև տարբեր հասարակական քաղաքական գործիչների ձերբակալություններ, լրագրողների վրա ճնշումներ, ձերբակալություններ։ Սա է խոսքի ազատությունը։ Բայց չէ որ խոսքի ազատությունը ձեր խոսքի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի խոսքի ազատությունը։ Խոսքի ազատությունը միայն ձեր համար չի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես խաղաղություն եմ բերել, եթե ինչ չընտրեք, կլինի պատերազմ։
Եթե իրանց չընտրենք, թրիփ չլինի, Այո։ չէ, ասում էին, կուկուռուզ չլինի, բեռաշկի չլինի, ոչ մի բան չլինի։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, ես ուզում եմ հասկանանք, էլի Կորյուն ջան։ Այն խաղաղությունը, երբ որ Բաքվի բանտում դեռ գտնվում են հայ քրիստոնյա պատանդներ, այն խաղաղությունը, որ Հայաստանի Հանրապետությունը 20 թվականի պատերազմից հետո ամեն ինչ զիջեց, տվեցինք, ասում էին, ադրբեջանական կողմը պահանջում է քարտեզներ, ճիշտ է, Մինապոլիայի, տվեցին, էլի էր բան պահանջում, էլի տվեցին, ադրբեջանական գերիներ ունենք ստեղ, էլի տվեցին, Տավուշի գյուղերը տանք, 4 օր գնում գալիս էր, վերջում էլ ասեց որոշեք կամ պատերազմ կամ գյուղերը պետքա տանք, տվեց, որ ու Տավուշի գյուղերը տալիս էր, որ Արծվաշենը հետ բերեր, այսօր ոչ մեկ չի խոսում Արծվաշենը հետ բերելու մասին, ոչ մի իշխանական չի խոսում, որ Արծվաշենը պետքա հետ գալ, 2 տարի անցել է, անընդհատ զիջումներ միակողմանի, դա խաղաղություն չի, դա պարտադրված խաղաղություն է, այսօր հասել ենք այն կետին, որ Ալիևը պահանջում է արդեն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը փոխի, քո ծննդյան վկայականն փոխի, նոր կստորագրենք խաղաղություն, բայց դա էլ վերջը չի, այն ղեկավարը, որ անընդհատ գնում է զիջումների, չի կարող երկիրը տանել նորմալ խաղաղության, արժանապատիվ խաղաղության, իսկ ինքը տանում է միակողմանի զիջումներով խաղաղության, ես ասել եմ, ինքը Հայաստանի Հանրապետությունում Բաքվի դեսպանն է, այն ինչը որ կաներ Բաքվի դեսպանը Հայաստանի Հանրապետությունում, նույնը անում է Նիկոլ Փաշինյանը, ու այդ նմանությամբ այնտեղից հայտարարություններ, նույն գործողությունները ինքը ստեղանում, ուստեղ մի հատ էլ կարևոր բան կա, նայեք, ինքը ասում է անդրադառնալով անկախության հռչակագրին, հետ է գնում Խորհրդային Միություն եւ այլն, մեզ պարտադրված էր SRN-ը, չէ։ Բայց այսօր ինքը խաղաղության պայմանագիր կնքելով հղում անում Խորհրդային Միության քարտեզների վրա։ Չէ, Խորհրդային Միության 70-ականների քարտեզներով են սահմանագծում սահմանազատում անելու։ Բայց եթե դու այդքան քննադատում ես Խորհրդային Միությանը, նրա ամբողջ տարիներ ինչ որ տեղի ունեցա Հայաստանում, բա ո՞նց ես հետ գնում ու Խորհրդային Միության քարտեզներով սահմանագծում սահմանազատում ան։ Այս մարդը ինքն իր ասածին հաջորդ վարքյանին հակասում է։ Չի կարող ինքը բերել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին կայուն եւ երկարատև խաղաղություն։ Դա բացառվում է։ Այդ նույն խաղաղությունը ինքը բերում էր Արցախում։ Ինչ եղավ Արցախում։ Կորցրեցինք։ Ինչի արդյունքում իրենց վարած ապաշնոր քաղաքականության արդյունքում։ Նա որ ասեմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ կասեմ այ ինքն էլ է ռուսական KGB-ի գործակալ։ Բայց դու ունեիր փաստաթուղթ, չէ՞, նոյեմբերի 9-ի կնքված փաստաթուղթ։ Հոկտեմբերի 6-ին ինչպես գնում Պրահայում ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղն էլ մեջը։ 2 տարի պատերազմից հետո 20 թվականի պատերազմից հետո 2 տարի մարդիկ այնտեղ ապրել են։ Որոշ շրջաններ կորցրել ենք, հասկանալի է, պարտվել ենք, այսինքն չենք պարտվել, հաշիվելը մեկ-մեկ է։ Ինչու ես գնում Պրահայում ճանաչում տարածքային ամբողջականությունը ու փոխադարձաբար նույնձև Ալիևը չի ասում, որ ինքն ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այլ դրա դիմաց նոր պահանջներ ա դնում։ Անկլավների հարց, մնացած, Սահմանադրության հարց։ Ընդհանուր առմամբ ծանր է վիճակը եւ ավելի կծանրանա, եթե հունիսի 7-ից հետո ինքը նորից ընտրվի, բայց ես կասկածում եմ, չի լինելու իրաց երրորդ ժամկետը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ինքը չընտրվի, օրինակ լրագրողները կարող են հաշմանդամ դառնալ, նկատի ունի, որ
մյուս քաղաքական ուժերը եթե գան իշխանության, երկրորդ նախագահը Սամվել Կարապետյանը կամ մյուսները կսկսեն խոսքի ազատությունը ճնշել, մարդկանց ծեծել, հաշմանդամ սարքել, ինչ կասեք։ Ինչ ասեմ, այդ Նիկոլ Փաշինյանը եղել է լրագրող, ճիշտ է։ Ну, եթե Առաջին նախագահի ժամանակ աշխատել է, երկրորդ նախագահի ժամանակ աշխատել է լրագրող, երրորդ նախագահի կառավարման ժամանակ արդեն պատգամավոր էր։ Ուզում եմ հասկանամ, առաջի երկրորդ նախագահների կառավարման ժամանակ քանի անգամ է ինքը հաշմանդամ դարձել։ Չի դարձել, չէ՞։ Եթե հաշմանդամ դարձած լիներ, ինքը հիմա հասած չէր լինի երկրի աթոռին։ Այդ ով է ասում, որ այդ հարցը շատ են տալիս, ասում են նախկինների ժամանակ, եթե խոսայիք նախկինների ժամանակ, հիշում եք ինչեր էին անում, ինչեր էին անում։ Ինչ է, ուզում եմ հասկանամ, Facebook կար ժողովուրդը չէր գրում, Facebook-ում լայվ չէր անում։ Հա? Երկրորդ նախագահի կառավարման ժամանակ ինչը Facebook կար, սոցիալական ցանցերը այս կարգի ակտիվ էին, որ ոչ մեկ չէր կարողանում իր բողոքը արտահայտել։ Նիկոլ Փաշինյանը եղել է լրագրող։ Հետ հայաց որ գցում ես, լավ էլ ինքը գրել էր, բա ուր էր խոսքի ազատությունը։ Այսինքն կար չէ, որ ինքը գրում էր, իրան թույլ էին տալիս, որ ինքը գրեր հայկական ժամանակով։ ընդ որում այնպիսի բաներ էր գրում, որոնց համար հիմա ինքը քրեական գործեր կհարուցեր։ Միանշանակ։ Այնպիսի հոդվածներ է ինքը գրել, սկսած Վազգեն Սարգսյանի վրա հոդվածներ գրելով, ծաղրելով միջև Մարդկանց 2008 թվական։ պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելով, նույն Պետրոս Ղազարյանին Նատաշա էր անվանում։ Վազգեն Սարգսյանի մասին ինչեր էր գրում։ Հրապարակումները կա, ու արխիվներում պահպանվել է, այս վերջերս էլի հրապարակել էին։ Այս իր խոսքի ազատությունը էսա, երբ որ կարված գործերով մարդկանց մի բառի համար մարդկանց կալանավորում են, հա։ Երբ որ մարդը կարող է երկրի ղեկավարի ուղիղ աչքերին նայելով ասի իրականությունը, իրանք փախչում են իրականությունից։ Քաղաքացին դեմ լինելով իրանց, կարող իրանց երեսին ասի այն ինչ որ ճշմարտություն է ու դրա համար իրեն կալանավորեն, ձերբակալեն, դա է խոսքի ազատություն։ Ես ասում եմ, երբ որ բանտարկվում է խոսքը, նորից ասեմ, պետությունը չի կարող ազատ լինել։ Դրա համար մեր ժողովուրդը չպետք է վախենա, չպետք է վախենա, որ կարող է ձերբակալվել։ Ինձ էլ են շատ ասում։ Ասում են այդքան Facebook-ում գրում ես, վիդեոներ ես անում։ Բա լավ, չես վախենա, որ մի օր էլ քեզ կձերբակալեն։ Ստեղ լայն լսարան կար, չնայած բոլորին եմ ասել, ժողովուրդ ջան, եթե երկրի ղեկավարությունը արշավ է սկսում մայրաթոռի դեմ, սահմանափակում է ամենայն հայոց կաթողիկոսի ելքն ու մուտքը, եթե մեկ բառի համար կալանավորվում է ազգային բարերարը, եթե մեկ նախադասության համար կալանավորվում է Շիրակի թեմի առաջնորդը ու էլի սրբազան հայրեր, բազմաթիվ լրագրողներ ճնշումների են ենթարկվում, հասարակական գործիչներ էլի բռնության են ենթարկվում։ Ես կարամ նստեմ ու նստեմ, եթե հերթը ինձ է հասել, եթե իմ խոսքը պետք է այդքան վախեցնի այս իշխանություններին, ուրեմն ես ամեն օր եթե անում եմ 5-6 գրառում եւ վիդեո, կանեմ 10-ը։ Բայց ես կասեմ ճշմարտությունը, որ մեր ժողովուրդն էլ իմանա, որ միայն մեդիա նյուզ լսելով չլինի։ Տարոն Չախոյանի գրառումները չկարդան։ Նիկոլ Փաշինյանի լայվերով չբավարարվեն ու մենա իրականությանը սենց չնայեն։ Ու գիտեք, իրենք են մեղադրում, օրինակ մի աղջիկ կա, որին Նիկոլ Փաշինյանի աջակիցները լրագրող են համարում, ես նրան ինձ գործընկեր չեմ համարում, ասում է Քոչարյանի անունն է տվել, հաջորդ օրը մեքենայով երթև եկելիս արգելակները չի պահել, էլի, ասենք խելագարության բանն է, էլի, այսինքն Քոչարյանը ինչ պետք է արած լիներ, էլի, այդ մեքենային։ Ես Նանե Գրիգորյան, հա, ճիշտ եմ։
Նան է իսրայելյան, Ահա։ իսրայելյան։ Մի բան ասեմ էլի իր մասով ու ինձ թվում է հաստատ տեղ կհասնի, չեմ սպառնում, բնավ քավլիցի, ոչ մեկին չեմ սպառնում, ուղղակի խորհուրդ կտամ թող մնա այնպես, ինչպես որ ինքը կա։ Ինքը կհասկանա ես ինչի մասին եմ խոսում։ Ճանաչում եք իրեն։ Շատ լավ կհասկանա, թե ես ինչի մասին եմ խոսում։ Մի մտի այն դաշտ, որը քոնը չի։ Նիկոլ Փաշինյանը հավերժ չի, չեմ ասում սպառնալիքով։ Նորից կրկնում եմ, որ ասում եմ հարգելի դատախազություն քննչական կոմիտե։ Տվյալ անձնավորությունը լավ գիտի, թե ես ինչի մասին եմ խոսում։ Այնուամենայնիվ ինքն էլ իր խոսքի ազատությունից է օգտվում, ես դեմ չեմ։ Ախր դա խոսքի ազատություն չի, դա Ուղղակի ես խոսքի դա ազատություն չի։ լրագրություն չեմ համարում։ Այդ անկեղծ այդ թողինձներ են, բայց այդ լկտիություն է, էլի, այդ լրագրողություն չի։ Հարց ունես մարդուն տալու։ Հարց ունես տալու։ Մոտիկացի նորմալ ձևով հարց որ թող պատասխանեն։ Ինչու՞մն է խնդիրը, ինչ որ մեկը այդքան ժամը ես ակտիվ հետևում եմ ու չեմ նկատել, որ թե առաջին նախագահը, թե երկրորդ, թե երրորդ նախագահը խուսափեն լրագրողներից ու չուզենան պատասխանել։ Հարցազրույցներ են կազմակերպում կամ ինչ որ առիթների լրագրողները մոտիկանում են։ Դե երկրորդ նախագահը մեծ ասուրից տվեց։ Հա։ Մոտեցեք ոնց որ պետք նա, ոնց որ կարգն է, այդ ձևով ձեր տվեք ձեր հարցերը, թող պատասխանեն։ Այն հյուրանոցի մեջից անենց մի դուրս թռավ, մի հատ էլ հա բան ասում, պագրիշկես ծակել էին։ Անկեղծ ծիծաղելու էլ չի ուղղակի։ Լուրջ։ Ունդեղ նայում ես կոմենտները, չգիտեմ, լայքերը, Նանե ջան, պինդ մնա, բան, չգիտեմ։ Ուզում են հետ գան, չգիտես ինչ անեն։ Ժողովուրդ նախկին եք։ Ձեր մեջ այնքան նախկինից մարդ այդքան որ դու ասում եք նախկին։ Ում հասկանամ էլի, Սերգեյ Բագրատյանը նախկին չի։ Շիրակ Սերգեյ Սորոսյանը։ Բագրատյանը Բարգավաճ Հայաստանից էր նախկին չի, Գևորգ Պապոյանը որ Հանրապետական կուսակցությունից էր նախկին չի, Հայկ Կոնջորյանը Հանրապետականից էր նախկին չի, ամենայն հարգանքով Հանրապետական կուսակցության հանդեպ ու իր անդամների օրինակն եմ բերում։ Բանը Լուսինե Բադալյանը նախկին չի։ Իրանք տենց են ուզում այս ժողովրդին այս երրորդ անգամ արդեն խափեն, վախեցնելով թե հեսա նախկինները կգան։ Դուք եք արդեն նախկին։ Դուք չպետք է գաք արդեն։ Որտեղ սպառել եք 8 տարվա մեջ մենակ ասենք ոնց կարա իշխանությունը 8 տարի ժողովրդին կերակրի միայն Facebook-ով, ինչ որ նկարներով։ Տարբեր նախարարության հրապարակումները նայում ես, սիրուն ակուրատնի լուսանկարներով, վիդեոներ են տարածում, բայց մեջը ոչինչ չկա։ Սոցիալ առողջապահության կամ Արսեն Թորոսյանը սոցապը, հա։ Իսկ ինչ թվեր են հրապարակում, գնում են մարզեր, մարդկանց նայում ես, արդեն պարզ է դառնում, թե ինչ կարգավիճակով այդ մարդը ապրում։ Ու մի հատ էլ 10,000 դրամ բարձրացնում են ու մարդկանց հաթաթա են տալի։ Հետ 10,000 բարձրացնում են, խի գող չեք։ Դա ասում են իշխանությունները արդեն ամեն ինչ սարքել են ջրի։ Առողջապահությունը ջրի է։ Բայց այդ 10,000-ը էդի թոշակ չի։ Էդի մարդկանց ձայն են գնում։ Այդ ոնց եղավ որ 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինչ պետք է անեն 10,000-ով թոշակ առումները, մենք ուրիշ ծրագրեր ենք մտածում եւ այլն պետք է անենք։ Ու 2 ամիս հետո որոշումը ու Պրիտոմ բանը բյուջեի հաստատումից հետո, երբ որ պետական բյուջեն հաստատվել է, դրանից հետո դու ոնց ես բարձրացնում թոշակները։ Ինչի հաշվին, ինչ գումարների հաշվին։ Չէ, հարց առաջանում։ Որտեղից այդ գումարները։
ու ընտրություններից մի երկու ամիս առաջ թոշակները բարձրացնում ես ու գնում ես այնտեղ գյուղացուն ասում ես քո թոշակը բարձրացրել եմ, գիտես, ապրիլի 1-ից ստանալու ես, պարտադիր կստանաս։ Ոնց որ ասի գնա այդ փողը վեգալ, որ գաս ինձ ընտրես։ Պետական մակարդակով ձայն գնել, բայց ձայն գնելը ոնց է լինում։ Ընտրությունների ինչ ելք եք կանխատեսում եւ կա քաղաքական ուժ, որին աջակցում եք։ Այս դեպքում չէ, կոնկրետ քաղաքական ուժ չկա, որին որ աջակցում եմ։ Ես իմ ամբողջ կռիվը տալիս եմ նրա համար, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանով հանդերձ երրորդ ժամկետ չգնա։ Մնացածը տարբեր կուսակցությունների առաջարկներ, ծրագրեր, ովքեր որ հարցնում են, մարդկանց ներկայացնում, ովքեր որ տեղյակ չեն, տարբեր ոլորտի մարդկանց հետ շփվում ենք, ներկայացնում եմ, ասում եմ, հարցնում են այք ջան, ում ընտրենք, ում խորհուրդ կտաք, ում ծրագիրն է լավ, մարդկանց ներկայացնում եմ հերթով բոլորի ծրագրեր, ասում եմ, եղբայր գնա, որոշի, բայց ոչ ՔՊ-ին որոշի, ՔՊ-ն չպետք է լինի։ Իմ պայքարը նրա համար է, որ քաղաքացիական պայմանագիրը երրորդ ժամկետ չլինի իշխանության ու չի լինելու, հաստատ չի լինելու։ Շատ լավ, հետևենք պրոցեսներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Աստված առաջ։